Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր մայիսի 1, առաջ գնա և աղաղակիր։ Երբ խորը ցավ ես ապրում, գնա քո ծածուկ սենյակ և աղաղակիր ամբողջ սրտով քո հուսահատության մասին, Աստված խրախուսում է դա։ Տեր Հիսուսը լաց եղավ, Պետրոսը լաց եղավ և այն էլ դառնորեն։ Պետրոսը իր հետ կրեց Աստծո որդու ուրանալու ցավը, բայց նա վերադարձավ սատանայի թագավորությունը ցնցելու համար։ Տեր Հիսուսը երբեք չի անտեսում լացող սիրտը։ Աստվածաշունչն ասում է. «Կոտրված ու փշրված սիրտը դու չես անարգի, ով Աստված»։ Սաղմոս 51:17 խոսք։ Տերը երբեք չի ասի. «Սթափվիր, սեղմիր ատամներդ և սրբիր արցունքներդ»։ Ոչ, Տեր Հիսուսը յուրաքանչյուր արցունք պահում է իր հավիտենական տիկերի մեջ։ Իսկական երջանկությունը կայանում է օրեցօր ապրել սովորելու մեջ, չնայած կյանքի բերած բոլոր տխրությանն ու ցավին։ Այն կայանում է Տիրոջով ուրախանալ սովորելու մեջ, անկախ նրանից, թե անցյալում ինչ է պատահել։ Դուք կարող եք ձեզ մերժված կամ լքված զգալ, ձեր հավատքը կարող է թույլ թվալ։ Ցավը, արցունքները, տխրությունը և դատարկությունը երբեմն կարող են կուլ տալ ձեզ, բայց Աստված շարունակ իր գահին է։ Դուք չեք կարող օգնել ինքներդ ձեզ, ախ եթե միայն կարողանայիք դադարեցնել ցավն ու տառապանքը, բայց մեր Տերը կգա ձեզ մոտ, կդնի իր սիրառատ ձեռքը ձեր տակ և կբարձրացնի ձեզ կրկին նստելու երկնային վայրերում։ Վերև նայեք, քաջալերվեք Տիրոջով։ Երբ մշուշը շրջապատում է ձեզ և չեք տեսնում ձեր դրությունից դուրս գալու ոչ մի ելք, պառկեք Տեր Հիսուսի գրկում և պարզապես վստահեք Նրան։ Նա ուզում է ձեր հավատքը, ձեր վստահությունը։ Նա կազատի ձեզ վախից և կբացահայտի ձեզ իր անսահման սերը։